Խնդիրն այն չէ, թե Էրդողանը կամ Ալիևը կամ հերթական ադրբեջանցի, թուրք, պաշտոնյան հայտարարում է, որ նրանք մաքուր են մարդկության առջև, որ ոչ մի ցեղասպանություն չի եղել, դա մենք լսել ենք 100 տարի եւ աշխարհը միանշանակ էր դրան վերաբերվում, ահա ինչու Թուրքիան 50 տարուց ավել Եվրամիության անդամ չէ, որովհետեւ հայոց ցեղասպանության ոչ թե բիցը, այլ խարանը դաջված է Թուրքիայի ճակատին, բայց դուք երկրորդ հարցը տվեցիք, ինչ է նրանց հնարավորություն տալիս դա ասելու, եւ սա ամենակարևորն է, եւ դրա պատասխանը ցավոք սրտի այն է, որ հիմա նրանք ասում են դա քաջ գիտակցելով, որ նրանք գոնե Հայաստանից պատասխան չեն ստանալու, որովհետեւ ստեղծվեց շատ տարօրինակ զավեշտալի մի իրավիճակ, երբ Հայաստանը ներկայացնող պաշտոնյաները այլևս չեն պնդում, որ տեղի է ունեցել ցեղասպանություն 15-21 թվականներին եւ դրա ապացույցն այն, որ վերջին երկու Միացյալ Նահանգների բարձրաստիճան պատվիրակությունները այցելում են Ծիծեռնակաբերդի հուշակոթող միայնակ որևէ հայ պաշտոնյա այլևս այդ արարողակարգին չի մասնակցում եւ դա այլևս պաշտոնական արարողակարգ չէ։ Ամեն երկրում այսպես թե այնպես ծիսակատարություն է այցելելով բարձրաստիճան պաշտոնյաները հիշատակի եւ հարգանքի տուրք են մատուցում։ Թուրքիայում դա Մուստաֆա Քեմալի շիրիմն է եւ վերջերս օրինակ Լեո 14-րդը որպես պետության Վատիկանի ղեկավար այցելեց այնտեղ եւ պետական հարգանքի տուրք մատուցեց Դամբարանում, սակայն հրաժարվեց օրինակ ընդհանուր աղոթքից Այա Սոֆիայում, որտեղ այն մզկիթի է վերածվել եւ ցուցադրաբար մասնակցեց հայ առաքելական եկեղեցու պատարագին։ Դա շատ հստակ քաղաքական ուղերձներ են եւ թուրքերը դա շատ լավ կարդացին։ Ալիևը տանում է պատվիրակություններին շահիդների ծառուղի, որ ընդհանրապես խայտառակություն է եւ տարիներ շարունակ այնտեղ օրինակ չգիտեմ եթերում արժե դա հիշալ թե ոչ, բայց դրա մասին գրում էին ամերիկյան թերթերը, այնտեղ հայ զինվորների սրտեր էին ապակե ինչ որ կուժերում դրված որպես այսպես կոչված մատաղ, այո, եւ դա գրվում էր որպես սկանդալային նյութ, հետո վերջը հանեցին, բայց ով է թաղված այդ շահիդների ծառուղում, դա սկսվել էր Սումգայիթի եւ Բաքվի ջարդերից հետո, երբ այնտեղ սպանված խաժամուժի անդամներն էին թաղվում, հետո ավելացավ։ Մենք ունեինք մեկտեղ եւ մինչեւ հիմա ուրիշը չկա, որտեղ է գնում պատվիրակությունը ցեղասպանության հուշակոթող, որովհետեւ դա ոչ թե պարզապես տուրք է զոհված նահատակներին, դա մարդասիրության եւ մարդկային քաղաքակրթության խորհրդանիշ է։ Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է որպես նախազգուշացում եւ որպես կանխարգելում հաջորդ ցեղասպանություններ։ Ահա ինչու սկզբից պետքարտուղարության բարձրաստիճան պատվիրակություն, հետո նաեւ Պենտագոնի օրեր առաջ անհրաժեշտ համարեցին ծաղկեպսակներ դնել այնտեղ միայնակ։ Եվ սա քաղաքական սկանդալ է, բայց ես վերադառնում եմ ձեր հարցին։ Ինչու է Փաշինյանը հրաժարվել եւ այդ ծիսակատարությունից եւ ավելի կարեւոր է, շատ ավելի կարեւոր է, նա արգելել է փաստորեն պետական նեցուկը, պետական մակարդակով բողոքներ, հայտեր ներկայացնել Ադրբեջանի 2020-23 թվականի կատարված պատրիացիդի ցեղասպանության վերջին փուլի հայրենազրկման զոհերին 150,000 մարդ փախստական է դարձել Ալիևի ձեռամբ, ռուսների օժանդակությամբ եւ հայոց պետության կողմից նրանք անտեսվում են, նրանց իրավունքները ոտնահարվում են եւ դա է հնարավորություն տալիս
Ադրբեջանի եւ Թուրքիայի գաղափարական ղեկավարությանը, քաղաքական ղեկավարներին լկտիաբար հայտարարել, որ նրանց խիղճը մաքուր է, որովհետեւ երբ որ զոհերը լռում են, դահիճները կարողանում են խոսել, եւ դա հանցավոր լռություն է եւ հանցանք է դա ոչ միայն հայ ժողովրդի դեմ, այլ մարդկության, մարդասիրության եւ մարդկային քաղաքակրթության, միջազգային օրենքի դեմ, որովհետև ցեղասպանության հանցագործությունը վերաբերվում է ոչ միայն հայ ժողովրդին։ Ես չեմ ասում միայն հույն ասորի եզդի ժողովուրդների մասին, որոնք նույնպես ցեղասպանության զոհ էին։ Ես խոսում եմ այն մասին, որ Հայաստանը իրավունք չուներ եւ չունի լռել սեփական ցեղասպանության մասին, որովհետև այդ լռության մեջ թաղված է լռություն համամարտկային ողբերգության եւ հակամարտկային հանցանքի մասին։ Առաջինը Փաշինյանը եւս մեկ հանցավոր կեղծիք է կատարում այստեղ, համաձայնվելով ճիշտը խառնել ստի հետ, որովհետեւ Արցախը համեմատել ինչ որ կեղծ արևմտյան Ադրբեջանի հետ, դա նույնն է ինչ համեմատել երկարը եւ կանաչը, օրինակ։ Արցախը եղել է միջազգային եւ մնում է միջազգային իրավունքի սուբյեկտ։ Այլապես 30 տարի ամենաբարձր ատյաններում ՄԱԿ-ի կողմից ստեղծված ԵԱՀԿ խումբը, որտեղ մտնում էին Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Բրիտանիան, Ռուսաստանը, այլ երկրներ, չէր գործի եւ իթիվայլ սխալների, հանցավոր սխալների, մեծագույն քաղաքական սխալը, իսկ սխալը տալը Իրանի խոսքերով ավելի վտանգավոր է, քան հանցանքը։ Փաշինյանի ամենամեծ սխալն այն է, որ նա համաձայնվեց Ալիևի պահանջին եւ վերացրեց Արցախի հարցով Եվրամիության կողմից ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախի կարգավորման հարցով։ Կրկնում եմ, սա հանցավոր սխալ է։ Ուրեմն որևէ եզրույթ, որը կարող է համեմատել գոյություն ունեցող միջազգային կառույցը Արցախը, որը իմիջիալուց ստեղծվել էր սովետական միությունում, որը պաշտպանվում էր սովետական ստալինյան սահմանադրությամբ, ինչ որ առասպելական կեղծ արևմտյան Ադրբեջանով, դա անհեթեթություն է, դա զավեշտ է, եւ այն որ հայոց վարչապետը համաձայնվում է դրան, սա այլ կերպ քան ինչ որ մի ծրագրի մասնակից լինելը ուրիշ բացատրություն չունի։ Երկրորդը, մենք ասում ենք, որ սա ծրագիր է, այո, ձեր առաջին հարցը վերաբերվում էր Էրդողանի եւ Ալիևի լկտի ստերին, իրենք այդ ստերը դրանք հիմնված են Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի ՔՊ-ի նոր գաղափարախոսությանը։ Այդ գաղափարախոսությունը կոչվում է ռեգիոնալիզմ։ Դա իրականում նոր բան չէ, դա ստեղծվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ժիրայր Լիպարիցյանի ջանքերով ժամանակին, եւ դա ժամանակին մերժվել էր հայ ժողովրդի կողմից։ Հայ ազատագրական պայքարը եւ Արցախյան շարժումը ուղղված էին դրա դեմ, դրանք ուղղված էին դեպի ժողովրդավարություն եւ Հայաստանը հաղթեց, որովհետեւ ժողովրդավարական երկիր էր, հաղթեց հայ ժողովուրդը, ոչ անգամ հայոց բանակը, որը կներեք 91-94 թվականին գոյություն չուներ։ Ես դա ասում եմ ամբողջ պատասխանատվությամբ, որպես այդ տարիների պատերազմի վկա եւ մասնակից։ Մենք հաղթել ենք Արցախյան դիմադրության, Արցախայցյան դիմադրության եւ հայոց կամավորների կողմից ստեղծված ջոկատներով։ Հայոց բանակը 1-2 անգամ էր մասնակցել, կանոնավոր բանակը, եւ պետք է ասեմ, թող դա մեր մեջ մնա, 2 դեպքն էլ եւ Էջմիածնի գունդը եւ Վանաձորի գունդը աղետալի պարտություններ են կրել։ Չանդրադառնանք դրան, պարզապես թող չստեն մեզ, մենք դեռ ողջ ենք եւ մենք ամեն ինչ հիշում ենք։ Եվ երրորդը, այս ամենը ասվեց Գերմանիայում, եթե չեմ սխալվում Համբուրգում, հերթական ձևակերպումը։ Եվ այստեղ ավելի հետաքրքիր է ոչ թե բռնել Փաշինյանին հերթական անհեթեթության ստի հակասության վրա։
շատ հետաքրքիր է ինչին է դեմ բողոքում Ադրբեջանը եւ Ռուսաստանի միջալուց, չմոռանանք, որ իրենք զուգահեռ են խոսում, այնինչ ասում էր Ալիևը կամ Հաջիևը կամ իրենց Բայրամովը, կարծեմ արտգործնախարարը, դա նույնն այն ժամանակին ասում էր Մարիա Զախարովը, այդ ժամանակ Բաքուն լռում էր, ամաչում էր, հիմա արդեն ամաչելու բան չկա, որովհետեւ իրենք հասկացան, որ Փաշինյանական Երևանը չի հակադարձելու։ Ինչ են իրենք ասում։ Իրենք դեմ են այն օրակարգին, որը Փաշինյանին, Փաշինյանական Հայաստանին առաջարկում է Եվրամիությունը։ Դա 3 հիմնական կետ է։ Արցախահայության իրավունքները, դա ոչ թե մեր, դա եվրոպական ձևակերպումն է։ Նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն։ Երկրորդը դա հիշատակվեց Եվրադիտորդների առաքելության ներկայությունն է Հայաստանում։ Եվ դա, ասեմ ձեզ, եվրոպական տեսակետն է, ոչ թե ամերիկյան, ոչ ռուսական, ոչ ադրբեջանական, դա հենց Եվրոպայի տեսակետն է եւ դա վերջին եթե թույլ տաք փրկության օղակն է, որը դեռևս լողում է մեր ջրերում։ Եվ դրանից էլ է Փաշինյանը պատրաստ արդեն նա հայտարարել է, որ հրաժարվելու է 26 թվականին։ Պարզապես մի փոքր հետաձգում է, որ ընտրություններից առաջ նրա եվրոիմիտացիան, կեղծ եվրամետությունը, որը միանգամայն կեղծ է, այդքան վառ չերևա։ Եվ երրորդը դա այն օրենքն է, որը նախաձեռնել ենք մենք Հայաստանի Եվրոպական կուսակցությունը եւ որը դարձավ օրենք նախաձեռնությունից 2 այլ կուսակցությունների եւ մի շարք ՀԿ-ների օգնությամբ։ Դա Հայաստանի Եվրամիություն անդամակցության մասին, ինչպես այնտեղ գրված է, գործընթացի մեկնարկի մասին օրենք է, որը 9-րդ ամիսն է, որ չի գործում, չի կիրառվում, չի աշխատում։ Դա սառեցված է։ Իրականում մի բան է Հայաստանում սառեցված, ոչ թե ՀԱՊԿ-ի կամ ԵՀՏՄ-ի անդամակցությունը, այլ սառեցված է օրենքը։ Եվ սա մեծագույն ողբերգություն է եւ Եվրոպան դա տեսնում է։ Եվրոպան ապտակներ չի բաժանում, որովհետեւ հասկանում է, որ կարող է լինել ավելի մեծ վնաս, քան օգուտ այդ ամեն ինչից, բայց այդ կեղծիքը հասկացվում է Եվրոպայում եւ ես պետք է ասեմ, որ ամեն ինչ անում եմ եւ Եվրոպայում եւ Երևանից, որպեսզի եվրոպական դիվանագետները, Եվրամիությունը ոչ մի պատրանք այդ մասին չունենա։ Մենք ուղիղ ասում ենք, որ այո, Փաշինյանական ԿՊ-ն, իշխանությունը հիմա գնում է վրացական երազանքի ճանապարհով, գնում է գործարքի Ռուսաստանի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Եվ այդ գործարքի միակ նպատակն է Փաշինյանի վերընտրությունը, որը երաշխավորել են Պուտինը, Ալիևը եւ Էրդողանը։ Սա է ամբողջ, այսպես կոչված, պոլիշինելի գաղտնիքը։